եմ տեսնում, եթե լինի միջնորդություն, ես դրա պատասխանի տեսքով շատ մանրամասն առաջացնել եմ կատարել։ Պատվարժան դատարան, ինչպես հանրային մեղադրողը նշեց, այս պահի դրությամբ մեր նկատմամբ կիրառված է երկու տիպի սահմանափակում, ուրեմն չբացակայելու արգելք եւ վարչական հսկողություն, որը վերջինս ունի 3 դրսևորումներ, եւ այդ ամենի համակցման արդյունքում փաստացի սահմանափակված են կամ խախտված են իմ սահմանադրական միաժամանակ 3 իրավունքներ։ Մեկը դա իմ ազատ տեղաշարժի սահմանադրական իրավունքն է, մյուսը մշտական բնակության վայր ընտրելու սահմանադրական իրավունքն է, եւ երրորդը իմ խոսքի ազատության սահմանափակման իրավունքն է։ Բոլոր խափանման միջոցները հանիրավի են մեր կարծիքով խիստ անդրամաբանական եւ ոչ կիրառելի մեծ մասը։ Փորձեմ հիմնավորել թե ինչու։ Ուրեմն հանրապետությունից չբացակայելու արգելք։ Այս խափանման միջոցը կայացրել է քննիչ Դավթյանը մեծ մեղադրանք ներկայացնելու դատախազի մեղադրանքի որոշումից անմիջապես հետո։ Քրեական դատավարության օրենսգրքում սահմանված ասեմ, որտեղ մենք դա բողոքարկել ենք, հարգարժան հսկող դատախազի եւ ստացել ենք նրա որոշումը այն անփոփոխ թողնելու եւ իրավաչափ համարելու վերաբերյալ, այսինքն կարելի է համարել, որ դա արդեն դատախազի որոշումն է եւս։ Հիմա քրեական դատավարության օրենսգիրքը այս որոշման մեջ իր պատճառաբանությունները որ ներկայացրել են, այնտեղ կա մի կետ, որ ասում է հետեւյալը։ Հոդվածով եթե անհրաժեշտություն կա ասելու, դա քրեական դատավարության օրենսգիրքի 38 հոդված առաջին մաս 12 կետ, գալիս է 3-րդ ենթարկել։ Խափանման միջոցի տեսակն ընտրելիս հաշվի են առնվում մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովող եւ դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները։ Ես օրինակ կուզեմ իմանալ, պատվարժան հանրային մեղադրողն ասաց, որ հանգամանալից կանդրադառնա։ Խնդրեմ, որ հանգամանալից թվարկի բոլոր այն գործոնները հնարավոր վարքագիծն ապահովող, որոնք կարող են խոչընդոտ հանդիսանալ։ Ասենք համար 1 գործոն, սա համար 2 գործոն, դրանց կշիռները գնահատվի, այսինքն 10 բալանոց համակարգում, դրանցից յուրաքանչյուրը կշիռը ինչքանում է եղել, եւ որոշման վրա դրա համակցման արդյունքում ինչի է հանգել այդ որոշումը։ Ասենք ենթադրենք մարդուն առաջադրվել է մեղադրանք, եւ պարոն դատախազը իր պատճառաբանող նամակում որոշման մեջ վերում են, ասում է հետեւյալը. Վերը մեջբերված քրեադատավարական նորմերի վերլուծությունը ցույց է տալիս, որ խափանման միջոցներն ընդհանրապես կիրառվում են քրեական դատավարության ողջ ընթացքում մեղադրյալի պատշաճ վարքագիծն ապահովելու, այն է փախուստի, հանցանք կատարելու կամ իր պարտականությունները չկատարելու ռիսկերը զսպելու նպատակով։ Ինչ վերաբերում է բացակայելու արգելք խափանման միջոցին, այն կիրառվում է, եթե վարույթն իրականացնող քննիչը բավարար հիմքեր ունի ենթադրելու, որ մեղադրյալը կարող է դիմել փախուստի։ Հիմա հարց. ես երբևէ նախկինում մեղադրյալի կարգավիճակ չեմ ունեցել։ Որևէ հանցագործության մեջ չեմ մեղադրվել, որևէ հանցանք չեմ կատարել։ Անգամ վարչական իրավախախտումների պարագայում ավտոմեքենայի երթևեկության կանոն բացամեքենաները։ Բազմաթիվ անգամներ վերջին տարիներին ցավոք սրտի հատկապես մասնակցել եմ դատավարական տարբեր գործողությունների գործընթացների, այդ թվում քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչությունում, այդ թվում ծանր հանցագործությունների բաժնում տարբեր կարգավիճակներում, եւ որպես դիմող, եւ որպես վկա, եւ որպես տուժող։ Ես ուզում եմ իմանալ, արձանագրված է արդյոք քննիչի կամ դատախազի կողմից, թեկուզ մեկ դեպք, երբ որ ես չներկայանամ վարույթ իրականացնող մարմին, իրենց կողմից սահմանված օրը եւ ժամը։ Նման արձանագրում իմ կյանքում երբևէ չի եղել։ Ես մասնակցել եմ բազմաթիվ քաղաքացիական գործերով դատական լսումների։ Այս պահին ընթանում է նույն Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջինացիանի դատարանում, ես որպես տուժող եմ հանդես գալիս, դատական լսումներ։ Որևէ դատական նիստից ես ոչ միայն չեմ բացակայել, մի րոպե չեմ ուշացել, 15 րոպե շուտ եմ գնում մասնակցելու դատավարական նիստերի։
Հիմա ես ուզում եմ իմանալ որտեղից է առաջացել այն ռիսկը, որ ես կարող եմ դատավարական գործողություններին չմասնակցեմ, առավելևս փախուստի դիմեմ։ Սա ինձ համար անգամ վիրավորական է իմ մինչ այժմ ցուցաբերած քաղաքացիական դիրքորոշումների եւ գործունեության իմաստով։ Պատվարժան դատարան, ինձ մեղադրանք առաջադրելու որը քննիչը ինձ զանգել է եւ հրավիրել է քննչական կոմիտե կեսօրին, ես նրան ներկայացրել եմ իմ ծանրադրվածության մասին տեղեկություններ, խնդրելով, որտեղ ինքը չի ասել ինչի համար է հրավիրում, մեկ այլ օր կամ այլ ժամի ներկայանալու եւ ինքը ասել է, որ ինձ կներկայացնի ավելի ուշ տեղեկություն։ Ինձ քննչական կոմիտեն հրավիրել, ինձ մեղադրանք առաջադրելու օրը փետրվարի 21-ին ժամը 18:00-ի սահմաններում քննիչի կողմից ստացված SMS հաղորդագրությամբ։ Երբ որ ես նույնիսկ չգիտեի ինձ զանգողը մինչև այդ իմ հետ խոսող առասարակ քննիչա թե չէ, ես պատշաճանություն չեմ ստացել քննչական մարմին ներկայանալու համար։ Ժամը 18:00-ին ինձ SMS են ուղարկում, որ հրավիրում են քննչական կոմիտե, որպեսզի ժամը 20-ին ես լինեմ այնտեղ։ Վատ եղանակ էր, այդ օրը ձյուն էր գալի։ Տաքսի եմ վերցրել, տաքսիով եմ գնացել երեկոյան, որպեսզի 20:00 ես լինեմ քննիչի մոտ։ Իժը պատվարժան մեղադրող 2000 դրամ։ Ձեր մոտ մի տեղ խնդրում եմ նշել։ Պատվարժան դատարան նման հայտարարությունների դեմ սա արդեն դեպքն է ձեր կողմից եւս ուրեմն ուշադրություն հրավիրեց կողմերին, կարծում եմ հենց մեղադրյալի գործողությունների հետ կապված, ուրեմն հնչում են արտահայտություններ, որոնք որ պատեհ չեն քրեական դատավարության ընթացքում, դատական լսումների ընթացքում եւ մեղադրյալը հավանաբար իր խոսքից է ինձ մոտ այդպիսի տպավորություն ստեղծվում, չի գիտակցում եւ լավ չի պատկերացնում մեղադրյալի դատավարական կարգավիճակը